Հանուն Հոր և Որդու և Հոգուն Սրբու, ամեն։ Շարունակում ենք բարկություն, գոռոզություն, հպարտության, մեղքերի, որոշ խաղանումների մասին խոսել։ Նաամի մարգարեության մեջ նախանձոտ և վրեժխնդիր է Տերը, և բարկության Տեր վրեժ առնող է Տերը, իր ոսողներից և բարկություն պահող իր թշնամիների դեմ։ Տեսեք, սա արդեն Աստծու բարկությունն է, որ խոսեցինք քիչ առաջ, որ արդար է, որտեղ մենք ով ենք, մենք կավ ենք, ոնց կարող ենք մեր բրուտին ասել, մեզ ինչ է սենց սարքում։ Ինքն է արել ամեն ինչ և ամեն ինչ իր նշանակության համար, անգամ տեղեր կա, որ ասում է, ես ամբարիշտին ստեղծել եմ, արդարին որպես փրկագին, նույն ձևի ազգեր տարբեր, ամեն մեկը ինչի համար, ինքը գիտի նշանակությունը։ Եվ դրա համար, որ բողոքում ենք, ասում ենք խես էսպես, խիա այնպես սարքված, արդեն մենք դառնում ենք ապստամբ, մենք ապստամբում ենք Տիրոջ դեմ, ընկնում ենք ուրիշ մեղքերի մեջ։ Դրա համար խնդրեցեք Տիրոջը, ով երկրի բոլոր խոնարհներ, որ կատարում եք նրա իրավունքը, որոնեցեք արդարություն, որոնեցեք խոնարհություն, գուցե ծածկված պահվեք Տիրոջ բարկության օրը։ Սա Սոփոնիայի մարգարեության մեջ է։ Տեսեք, իր իմաստուններին ասում է, որ խոնարհություն փնտրենք, խոնարհությունը գտնենք, արդարությունը, ինքը այդ առաքինություններն է տվել, որ այդ առաքինություններով պետքա լի լինենք, որպեսզի մեզ վերցնի իր մոտ։ Ուրեմն ինձ սպասեցեք, ասում է Տերը, մինչև իմ որսի վեր կենալու օրը, որովհետև իմ իրավունքն է ազգերը ժողովել, թագավորությունները հավաքել, որ նրանց վրա թափեմ իմ ցասումը, իմ բարկության բոլոր բորբոքումը, որովհետև իմ նախանձի կրակովը պիտի սպառվի բոլոր երկիրը։ Դե պատկերացրեք, քանի հազար տարի է, որ Աստված համբերատար սպասում է, որ բերի հասցնի իր ավարտին, որտեղ ինչ սկիզբ ունի նաև վերջ։ Ստեղծել է ամեն ինչը իր նշանակության համար, բայց քանի որ իր պատկերով ստեղծած մարդը, որ միայն մարդուն է ստեղծել, որ ամենաբարձրը լինի, անգամ նստի Աստծու մոտ, որպես աստվածներ, ասես դուք աստվածներ եք, 5 կտակարանում ասում, որտեղ Աստծու պատկերով ստեղծեց, բայց միայն մարդը ապստամբեց Աստծու դեմ, ոչ կենդանիները, ոչ թռչունները, ոչ ջրային ձեռուներն ու ձկները, այլ իր պատկերով ստեղծած մարդը, ցավոք սրտի։ Դրա համար էլ Աստված ստեղծել է դժոխքը, որպեսզի պատժի, և դա նորից արդար է։ Տեղ կա Եսայի մարգարեության մեջ, ասում է, ես եմ անում չարիքն էլ, բարիքն էլ։ Ես եմ ստեղծել և սա, և խավարը, և լույսը։ Տաթևացին բացատրում է այդ չարիքը որն է, որ Աստված ասում է ստեղծել եմ, Տաթևացին բացատրում է, որ այդ չարիքը պատիժներն են, որ ստեղծել է թե դժոխքը, թե գազաններին, որ մեղքի մեջ են ընկնում, խոցոտեն, հոշոտեն, թե կարկուտը, կայծակը, երկի շարժելը, հա, այդ ամբողջը, այդ պատիժներն են, այդ չարիքները, որ էլի արդար է, որտեղ մեղքերի պատճառով է լինում։ Տեսեք, գյուղերում անգամ, որ կարկուտը խփում է, վնասում է, հա, բերքը, կամ ծաղերը ծաղկում են, մեկ է հանգարց ցրտարություն է լինում, սա փչանում է բերքը, ինչու՞, որտեղ մեր մեղքերի պատճառով է, մեր անհավատության, որտեղ ոչ մի գյուղում, գրեթե, ոչ մի գյուղացի, հա, իրանց բերքն ու պատիվը, որ ունենում են, մի հատ փառք չեն տալի Աստծուն, անգամ իրանց բերքից մի հատ 10-րդ տան Աստծուն, որ էլի պատվիրան էր, որ տված է, որ գոհանան Աստծուց, և ոչ մեկ այդպես չի։
Եվ դրաներ Աստված տալիս է, Աստված իր իրավունքով էլ վերցնում է, չեն տալիս։ Այդ ամեն ինչը հենց այնպես չի։ Տաթևացին նորից այդ 10-րդի մասին բացատրում ասում է, երբ չեք տալիս այդ 10-րդը, որտեղ եկեղեցուն տվող Աստծուն է տալ։ Աստծուն պետք չի, բայց կարգ է դրել որ տենց անենք, որտեղ Աբրահամը անգամ 10-րդ տվեց Մելքիսեդեկին, հա, այդ կարգերը պահեց։ Նույնը նոր գտականում Քրիստոսին ասեց ինչ անենք, ասեց գնացեք Մովսեսը ոնց ասում է տենց արեք, այսինքն այդ 10-րդի մասին էր այդտեղ խոսում։ Տաթևացին ասում է, եթե չեն տալիս, Աստված ոնց է լինի վերցնելու է դա, լինի պատուհաս, լինի մահ, լինի ողբերգություն, այդ գումարը տանելու է։ Դրա համար, երբ որ ուրախությամբ սրտանց տալիս ենք, Աստված քեզ միշտ պահում է քո բոլոր ճանապարհները։ Երկիրներ, ազգներ, ընտանիքներ, քո շենքներ, քո թաղամասներ, մի հոգու համար կպայի այդ ամբողջը քաղաքը, մի հոգու ընդամենը։ Դրա համար ձեր անձերի համար ասում է վրեժխնդրություն մի անեք, սիրելիներ, այլ բարկության տեղ տվեք, որովհետև գրված է վրեժխնդրությունն իմն է եւ հատուցում, ես հատուցում կտամ։ Վասն որով պետք է հնազանդ լինել ոչ միայն բարկության համար, այլ խեղճ մտանքի համար էլ, որոնց մեջ մենք ամենքս էլ մի ժամանակ Պողոս Արաքյալն ասում, ման էինք գալիս մեր մարմնի ցանկություններով, հիշում եք երիտասարդ տարիներին, բոլորս տենց երևակայությամբ, ինչեր ենք ուզում մարմնի ցանկությունները եւ այլն, մարմնի եւ մտքի կամքը կատարելով, մարմնի եւ մտքի բնությամբ, բարկությամբ որդիկ էինք, ինչպես ուրիշներն էլ։ Բարկանաք եւ մի մեղանչեք, թող արեկակը ձեր բարկության վրա չմտնի Եփեսացիների մեջ, նույն ձևի Սաղմոսների մեջ Դավիթն է ասում, բարկանաք գրափար ասեմ, բարկանաք եւ մի մեղանչեք, զորինչ ասեք ի սիրտս ձեր, անկողինս ձեր զղջացարուկ։ Այսինքն, եթե բարկանում ենք անգամ մտքով, հա, ամբողջ օրվա ընթացքում մեր սրտում մեղք գործեցինք այդ բարկությամբ, երբ որ մտնենք անկողին գիշերը, զղջանք, աղոթք անենք, արտասվենք, որպեսզի այդ մեղքը այդ օրվա մեր մաքրի։ Զորինչ ասեք ի սիրտս ձեր, անկողինս ձեր զղջացարուկ։ Երբ որ պարկեք ննջելու, քնելու, հա, անկողինների մեջ զղջացեք այդ մեղքը, հիշեք այդ օրը ինչ եք արել, ու վրա բարկացաք։ Երանի նրանց, ովքեր միշտ այնց ապրում են, որտեղ քիչ-քիչ գնալով իրանց օրերը մաքրվում են, ու եթե առաջ բարկանում էր օրը մի քանի անգամ, հետո դառնում է օրը մի անգամ, հետո դառնում է շաբաթը մի անգամ, ու գնալով ինքը այդ մեղքից ազատվում է։ Որովհետև Աստված մեզ չդրեց բարկության համար, այլ փրկությունը ստանալու համար դրեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռով, Թեսաղոնիկեցի գրքում։ Ամեն դառնություն, տեսեք, ելի նորից Պողոս Արաքյալը, եւ բարկություն, եւ սրտմտություն, եւ աղաղակ, եւ հայություն, թող վեր առնվի ձեզանից ամեն չարության հետ։ Իրար հետ քաղցր եղեք, գթած, իրար ներելով, ինչպես Աստված էր Քրիստոսով ձեզ ներեց։ Բայց նրանք, որ հակառակությունից են, եւ ճշմարտության աննազանդ եւ անիրավության ետևից գնացած, տեսեք, որ արդեն վերջնական են գնում դրա հետևից, բարկություն, սրտմտություն, նեղություն, տառապանք, այն ամեն մարդի վրա, որ չարություն է գործում, առաջ հրեայի, հետո հույնի։ Առաջ հրեայի խորհուրդը մենք հասկացանք, որ շատ անգամ խոսեցինք, որ հավատացյալ, հավատքի որդու խորհուրդն է, հրեան, Աբրահամի որդու, որը հավատքի որդիներ են, որը ով Քրիստոսին են, նրանք են Աբրահամի որդի, այսինքն քրիստոնյա հավատացյալի մասին է խոսքը, իսկ հույնը հեթանոսության խորհուրդն էր այդ ժամանակ։ Ցավոք սրտի, որից շատ պետություններ վարակվեցին հույներից եւ ասորիներից, Հայաստան մտան։ Այդ իրանց հեթանոս, մենք հեթանոս չենք եղել, որ չգիտեմ ինչու էս վերջերը շոշափում է, շատ են բարբաջում, մի ալիքով են, ինչա կոչվում, արտակի հերոստալիքով կախարդներ են խոսում, հա, բանը հեթանոսության, անընդհատ ձայնում են, էլ չեն ասում,
այդ տղա արտակ, այն հերոստալիքը, ովքեր պիղծ բաներ են բերում մտցնում, Քրիստոսի դեմ, հա, հեթանոսություն, անեսք եք բերում և ձեր այդ հերոստալիքի վրա, որ Աստված հարվածելու է բոլորին այնտեղ, առաջի հերթին հենց այդ արտակի վրա, և դրանից առաջ այդ կախարդները իրենց պատիժը կրելու են։ Ինձ պատմեցին, էլի, այն, հա, և հայտնի են մարմնի գործերը, որտև իրենց գործերը մարմնավոր են, որ են շնություն, պոռնկություն, պղծություն, գիճություն, կռապաշտություն, կախարդություն, թշնամություններ, կռիվներ, նախանձներ, բարկություններ, հակառակություններ, երկպառակտություններ, բաժանմունքներ, չար նայվածքներ, սպանություններ, արբեցողություններ, անառակություններ և ինչ որ սրանց նման են, որ առաջուց ասում են ձեզ, ինչպես էլ առաջուց ասում էի, թե այսպիսի բաներ գործողները Աստծու արքայությունը չեն ժառանգելու։ Աստծու բարկությունը գալիս է անհնազանդության որդիների վրա։ Սերը, տեսեք, երկայնամիտ է, քաղցր է, սերը չի նախանձում, չի գոռոզանում, չի հպարտանում։ Իսկ եթե մեկն ուրիշ կերպ բան սովորեցնե և մտիկ չանի մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողջամիտ խոսքերին և աստվածպաշտության համեմատ վարդապետությանը, նա գոռոզացած է, ոչինչ չիմանալով, այլ ախտացած է վիճաբանությունների և խոսքերով հակառակվելու համար, որ նրանից լինում են նախանձ, կռիվ, հայոյություն, չար կարծիքներ։ Էլի Պողոս առաքյալ, արթուն եղեք, հսկում արեք, որովհետև ձեր ոսող թշնամին Սատանան գոռոզ առյուծի պես ման է գալիս և որոնում է թե որին կուլ տա։ Որդուն չհավատացողը հավիտենական կյանք չտեսնի, այլ Աստծո բարկությունը մնում է նրա վրա։ Սա իմ գիտացիր, որ հետի օրերում չար ժամանակներ կգան, որովհետև մարդիկ կլինեն ինքնասեր, արծաթասեր, ամբարտավան, հպարտ, հայոյիչ, ծնողների աննազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, գոռոզ, ավելի ցանկասեր, քան թե աստվածասեր։ Եվ անմիտ մարդկանց հասու չէ իմաստությունը, և մեղավորներն այն չեն տեսնի, այն հեռու է հպարտությունից, և խաբեբան մարդիկ չեն հիշի նրան։ Չարիքի համար, ամբարիշտների մեղքերի համար վճիռ պիտի արձակեմ համայն աշխարհին, պիտի կործանեմ անիրավների հպարտությունը, ամբարտավանների մեծամտությունը պիտի խոնարհեցնեմ Եսայի մարգարեն։ Նորից շարունակում է, Տերն իր ձեռքերը պիտի երկարի այնտեղ և այդպես նրան պիտի թշվառացնի ու կործանի, հողին պիտի հավասարեցնի նրա հպարտությունը, նրա վրա տարածելով իր ձեռքերը։ Չափից դուրս պոռնկացան, սիրեցին անպատվությունը իրենց հպարտության պատճառով, Ովսե մարգարեն։ Ձեր հպարտությունն ամոթանք է փոխվելու այն նախատինքից, որ կրելու եք Տիրոջ առաջ։ Ուզում եմ վերջացնեմ Հուդիթի աղոթքով։ Հուդիտն ասում է. «Եվ ցրիր նրանց զորությունը, ով ամենակալ Տեր, խորտակիր, տապալիր նրանց զորությունը քո բարկությամբ, որովհետև նրանք կամեցան պղծել քո սրբություններն ու քո փառքի անվան բնակարանները և երկաթով խորտակել քո սուրբ զոհասեղանի եղջյուրները»։ Նմանատիպ սենց աղոթք, նաև որ հիմա մեր եկեղեցիները գտնվեցին, հա, ամբարիշտների, անհավատների, ես անհավատ անվանում եմ ցանկացած ոչ քրիստոնյաներին, կապ չունի ինչ կրոն են, որտև Քրիստոսի թշնամի են։ Հիմա որ մնաց մեր սրբությունները, հա, Արցախ աշխարհը, Ադրբեջանի տարածքում, այդ վայրի բարբարոսները, որ ուզում են պղծեն մեր սուրբ տաճարների սեղանները, հա, խորանները, եկեղեցին։ Թող Աստված տապալի, խորտակի
նրանց զորությունն էլ եւ իշխանությունն էլ